Սիրելի հայրենակիցներ, նախքան բուն ելույթին անդրադառնալը մի շատ կարճ ձևակերպում, որը հենց տեղում էլ միանգամից կապացուցեմ։ Այսօր ցավոք սրտի ազատազրկման վայրերում գտնվում է հայության հավաքական կերպարը, նկատի ունեմ քաղբանտարկյալներին, եւ երևի գաղտնիք չեմ լինի ասել, գաղտնիք չի լինի ասածս, եւ գաղտնիք չեմ բացահայտի ասելով, որ Միքայել Սրբազանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն երկու ընտանիքներից մեկի ուղիղ ներկայացուցիչը, ով պաշտոնապես այլ պետությունների կողմից, ում նախնիները ճանաչված են եղել որպես Հայաստանի թագավորներ։ Հետևաբար Միքայել Սրբազանի թե կենսագրությունը, թե անցած ճանապարհը, թե գործունեությունը, թե անգամ ծագումնաբանությունը ուղղակիորեն կախված է մեր ազգային ինքնության հետ եւ նրա անազատության մեջ գտնվելը, նրա եւ մյուս քաղբանտարկյալների ուղղակի հայության ինքնության բանտարկումն է, որպեսզի հայության այս պահին ինչ-ինչ հանգամանքներով շատ ակտիվ վիճակում չգտնվող ինքնությունը չկարողանա կամ վախենա արթնանալ։ Այժմ բուն իրավական թեմային, քաղբանտարկյալների թեման այս իշխանության օրոք հատկապես արդիական է դարել պայմանավորված նրանով, որ իրենք սկսել են հակասել հենց իրենց։ Այն ճանապարհը, որով նրանք եկել էին իշխանության, Հավաքների ազատությունը ամենաշատը դատական ակտերի հիման վրա ճանաչված գործերի մասին է խոսքը, ամենաշատը սահմանափակվել է այս իշխանության օրոք։ Այստեղ դահլիճում նստած է Ռուբեն Մխիթարյանը, մեր լավ գործընկեր, մեր լավ հայրենակից, ով հավաքին ձեռքերը պարզած մի քանի վայրկյան գտնվելու արդյունքում տևական ժամանակ զրկվեց ազատությունից։ Եվ բազմազան են նման գործերը, եթե հիշում եք, անգամ ռազմական դրության ժամանակ ոչ իրավաչափ ձևով սահմանափակված էին հավաքների ազատությունը։ Մեր լավ ընկեր Գերասիմ Վարդանյանը, ինչպես նաև սրահում նստած պարոն Ավետիք Չալաբյանը նույնպես ենթարկվեցին քաղաքական հետապնդման քրեական օրենսգրքի այն ուղղակի քաղաքական կամքի արդյունքում ներդրված ձևակերպումով, որը հավաքներին մասնակցել է նյութապես շահագրգռելը Վենետիկի հանձնաժողովի կողմից արձանագրված ոչ որոշակի կամայական ձևակերպումների արդյունքում դարձավ քաղաքական մահակ իշխանությունների համար ճնշելու բոլոր այն անձանց, ովքեր իրենց քիմքին հարիր չէին։ Ինչևէ, խոսելով քաղբանտարկյալների մասին, ամենակարևորը ոչ միայն իրավաբանների, փաստաբանների գործունեությունն է եւ իրավապաշտպան կազմակերպությունների, այլև քաղաքական գործիչների կողմից քաղբանտարկյալների թեմայի անդադար արծարծումը, որովհետեւ որքան էլ որ հիմնական իրավական դաշտը արդարադատության հասնելու միջոցը գտնվում է փաստաբանների իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց ձեռքում, այնուամենայնիվ այն միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչումը անձանց որպես քաղբանտարկյալ ուղղակիորեն կախված է տվյալ թեմայի հասարակական հետաքրքրվածությամբ եւ հասարակության արձագանքով։ Այսինքն, եթե թեման հասարակական օրակարգի չէ, ապա քիչ է հավանական, որ դրա շուրջ զարգացումները կարողանան։ Հենց իմ կողմից վկայակոչված քրեական օրենսգրքի այդ հայտնի հոդվածը հավաքների ազատության սահմանափակման վերաբերյալ այժմ այն քննվում է Սահմանադրական դատարանում եւ անգամ ստանալով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, որում հստակ ամրագրված է այդ իրավական անարխիան, որը պայմանականորեն կոչվում էր օրենք, մինչեւ հիմա Սահմանադրական դատարանը կարող եմ ասել հապաղում է կայացնել որոշում արձանագրելու այդ հոդվածի ակնհայտ հակասահմանադրականությունը։ Իրավաբանները ունեն քաղաքական գործիչների, հասարակական գործիչների կարիքը թեմայի արդիականացման եւ անընդհատ օրակարգում պահելու տեսանկյունից, իսկ քաղաքական ու հասարակական գործիչները ունեն փաստաբանների եւ իրավաբանների կարիքը իրենց արդարությունը դատական ակտերով արձանագրելու համար։ Եվ քաղբանտարկյալներին հնարավոր է ազատել իրենց, ես կանվանեմ սա գերությունից միայն այս երկու կոմպոնենտների միաժամանակյա արդյունավետ համագործակցության արդյունքում, քանի որ քաղբանտարկյալների հարցը այն հարցն է, անգամ բառն է հուշում, քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձին, ում գործը պետք է լինի ոչ միայն իրավաբանների գործունեության առարկա, այլև հասարակական ու քաղաքական գործիչների։ Եվ շատ կարճ կորչ հորդոր բոլոր քաղաքական ու հասարակական գործիչներին, հարգելի քաղաքացիներ, հարգելի քաղաքական ու հասարակական գործիչներ, այդ քաղբանտարկյալներից յուրաքանչյուրը կարող է լինել դուք եւ բացառված չէ այս իշխանության օրոք, որ հենց հաջորդը կլինեք դուք։ Եվ միայն գոնե քաղբանտարկյալների հարցում ձեր միավորումն է, որ կարող է ազատել նրանց իրենց գերությունից եւ բացառել ձեր հետագայում քաղբանտարկյալ դառնալը։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, շնորհակալություն։